Փաշինյանը հունից կրկին դուրս է եկել այս անգամ Երևանի արաբ կիր վարչական շրջանում իրեն մոտեցած կնոջ խոսքերից։ Երևանցի կինը ներկայանում է որպես բժշկուհի, ասում է իր եղբայրն անհետ կորել է պատերազմում ու Փաշինյանին է մեղադրում Արցախը հանձնելու հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դառնալու համար։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը, մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը։ ՔՊ-ի աջակիցներն ամեն ինչ անում են, որ կինն իր ուզածն ասելու հնարավորություն չունենա, քաշքշում են կնոջը ձեռքերից, բղավոցներով խլեցնում նրա ձայնը։ Ուրեմն դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել։ Դուք Աշխատան գիտությունների տեխնացիա որտեղ եք աշխատում դուք։ Փաշինյանից մի քանի րոպե է պահանջվում հավասարակշռությունը կորցնելու համար։ Փաշինյանը անվերջ գոռում է, սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի նախկին նախագահների Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Փաշինյանը թիրախավորում է հատկապես Ռոբերտ Քոչարյանին որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չի տալիս, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։ Եթե դուք ռոբն եք, ռոբին կզացնելու եմ, ռոբը նստելու է, ռոբին սատկացնելու եմ, կալուգացինել եմ սատկացնելու եմ։ Փաշինյանը չի հանգստանում, կինը փորձում է հեռանալ, սակայն նա նրա ձեռքից քաշելով հետ է բերում ու պահանջում, որ լսի իրեն։ Արի մի րոպե մի գնա, Ռոբը Սերջը եւ մյուսները, ովքեր մի րոպե հանգիստ, ես ձեզ լսեցի, դուք են ինձ լսեցի, ես ձեզ լսեցի, ուրեմն այն մասկեքով, որ Ղարաբաղի ակցենտով խոսում է, դրանք փախածներն են, փախածները, Ֆերարի ֆորսաժով փախել են պատերազմին։ Թեև կինը որևէ կերպ չի ասում, թե ինքն արցախցի է, Փաշինյանը կրկին սկսում է թիրախավորել արցախցիներին նրանց նորից փախածներ անվանելով։ Այսպիսով ցույց տալով, որ իրականում չի զղջում ամիսներ առաջ մետրոյում արցախցի կնոջ վրա հարձակվելու նրան Արցախից փախած անվանելու համար, թեև դրանից հետո ներողություն էր խնդրել։ Ես Ղարաբաղի ակցենտով, որ մասկեքով, մի րոպե լսի, մի րոպե սպասեք, Ղարաբաղի ակցենտով, մի րոպե սպասեք, ռոբիտ կզացնելու եմ, շոքացնելու եմ, սատկացնելու եմ, կանուգացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ, շոքացնելու եմ, ողորմել եմ դուք ու ասում եմ, երկիր ենք սարքում, պետքին ենք սարքում, դուք եք կանդել, Ղարաբաղով թարանել եք, և ես ասում եմ, են Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում վիդյոնը, դուք փախած լակոտներ եք։ Նույնիսկ կնոջ հեռանալուց հետո Փաշինյանը չի հանդարտվում, տեսախցիկներին նայելով գոռգոռում է, սպառնալիքներ հնչեցնում ընդդիմադիրների հասցեին։ Ղարաբաղի ակցենտով մասկեքով վիդյո են տարածում, ասում ենք դուք վախկոտ համբալներ եք, ովքեր փախել եք մարտադաշտից, հանեք ձեր մասկեքը, Ռոբի լակոտներ, Սերջի լակոտներ, Գագոյի լակոտներ,
Չոքցնելու եմ սաղիկ, հատ մասկեքները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Փաշինյանի մոտից հեռանալուց հետո կինը լրագրողների հետ զրույցում բացատրում է, իր հնարավորությունների սահմանում պայքարում է Փաշինյանի դեմ, որովհետև նա երկիրն իր կարծիքով տանում է կործանման, ժողովրդին ոչնչացման ու պղծում է ազգային սրբությունները։ Հայրենիքիս այս ձևի անպատիվ կորուստը ես հանդուրժել եւ ներել չեմ կարող երբևէ։ Մենք անպատիվ ենք հայրենիքը կորցրել։ Ես հասկանում եմ, որ պատերազմի մեջ կան հաղթողներ եւ պարտվողներ, բայց պարտվելն էլ ձև ունի։ Պարտվելուց էլ մի քիչ արժանապատվություն են պահում։ Տիկինը պնդում է, ինքը 30 տարի է Արաբկիրում է բնակվում, Փաշինյանի քարոզարշավի մասնակիցների թվում ընդամենը 1 տասնյակ տեղի բնակիչ է տեսել։ Այնուամենայնիվ նույն հանդիսատեսի առջև Փաշինյանն արդեն պիկապի վրայից շարունակում է նույն խոսույթը, անգամ Սամվել Կարապետյանի որդու Հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիք հնչեցնում։ Կալուգացը օլիգարխի լակոտները որտեղ են եղել, մեկը կային մանյակը, սեքսի նախարարը, որտեղ ա եղել պատերազմի ժամանակ։ Արա դուք տանը վաբշե ինչի մասին եք խոսում, արա։ Ինչի մասին եք խոսում։ Ձեզ դրել եք բանի տեղ, արա, ալֆա սամեցի տեղ եք դրել, արա, կկտրեմ, արա, համբալներ, դուք Նիժնի Տապրեից եկել եք Հայաստանի Հանրապետության մեջ սեքսի դասեր եք տալիս, երևում է, որ ձեզ համապատասխան տեղերը այնքան սեքսի դաս են տվել, տպավորվել են տնով, տեղով, ամբողջ ցեղով։ Ես ձեր մասկեքը հանելու եմ ու ձեր մասկեքը մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, համբալի լակոտներ, Ռոբերտ քեզ եմ ասում, Սերժ քեզ եմ ասում, Կալուգացի քեզ եմ ասում, Գագո քեզ եմ ասում։ Ես ձեր մասկեքով է սատկացնելու եմ հերթով, որ մեր երեխեքին դուք մեզ կասեք, որ մենք մեր երեխեքին զոհենք տվել, հատ մասկեքներդ հանելու եմ եւ մտցնելու եմ ձեր համապատասխան տեղերը, հատ Ռոբից սկսած։ Ռոբն էլ կար այսօրվանից մասկա հագնի, Սերժն էլ, Կալուգացին էլ, Գագոն էլ, մասկա հագեք, որովհետև դուք երազելու եք Հայաստանից փախնելու հնարավորության մասին։ 4 հոգի Ղարաբաղի акցենտով խոսում են, սենց մասկեքով։ Փաշինյանը համացանցում տարածված դիմակներով ինչ-որ անձանց իր հասցեին ուղված սպառնալիքներով տեսանյութն է անձնապես վերագրում իր բոլոր գլխավոր ընդդիմադիրներին։ Դրանում դիմակավորված անձանց ձեռքին ենթադրաբար ինքնաձիգեր են, նրանցից մեկը Փաշինյանին ասում է. Նիկոլ, դու պատասխան ես տալու, մենք գիտենք դու որտեղով ես ման գալիս, որ փողոցներով ես անցնում, մենք քեզ ջրելու ենք։ Պիկապի վրայի ելույթներից հետո էլ չհանդարտվելով Փաշինյանը հարկ է համարել առանձին տեսանյութ ձայնագրել ու անհայտ ծագման այս տեսանյութի հիմքով ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ կրկին հնչեցնել։ Գլես փսլինքներին նայեք, հենց համբալներին նայեք, այս այ Ռոբի Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են, հատ գտնելու եմ, մասկեքներ մտցնելու եմ համապատասխան տեղերը, էլ չեմ ասում այդ ավտոմատիկ կոթը, համբալներ, հələ մասկեքներդ հանեք դուս եկեք, տենամ ովքեր եք, կզելու եք, Ռոբի, Տաշիրի, Գագոյի, հետ Սերժն է դավեսկա, փաթեթով կզոցնելու եմ։ Դիմակավոր անձանց տարածած տեսանյութի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունից հետո քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության համակարգչային սաբոտաժ կատարելու հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերով։ Իրավապահները փնտրում են դիմակավոր անձանց։ Իրավապահ ոչ մի կառույց սակայն չի անդրադառնում Փաշինյանի սպառնալիքներին ընդհանուր ֆիզիկական հաշվեհարդարի վերաբերյալ, չնայած որ ինքը Փաշինյանն ընդունում է, որ ֆիզիկական սպառնալիքներ իր ելույթներում այո հնչեցրել է։ Ֆիզիկական սպառնալիք կարա լինի այն մասկեքով ելույթ ունեցողներին։ Այո, ֆիզիկական սպառնալիք է, որտեղ պոլերով ենք տալու դրանք, սատկացնելու ենք։ Ոչինչ, դրանից հետո իրավապահները գնահատական, ես ասում եմ, հետո որ մասկեքով ավտոմատուսներին դրած խոսում են, ես դրանց հատ գտնելու եմ ու սատկացնելու եմ։ Ես կնոջի չեմ սպառնացել, ես Ռոբիկին եմ սպառնացել ու հիմա էլ եմ սպառնում եմ, ասում եմ սատկացնելու եմ։ Թիկնապահների պատի հետևում կանգնած լրագրողների հարցերին պատասխանող Փաշինյանն ասում է նաև չի զղջում, որ 44-օրյա պատերազմում եղբորը կորցրած կնոջ հետ նման կերպ է խոսել։ Կինն էլ վարչապետի հետ էր խոսում, եթե կինը
իրան հաշիվ չի տալիս, որ խոսում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի ներկայացուցչի հետ, ուրեմն ես էլ իր տերերի հետ խոսում եմ ու սպառնում եմ ու ասում եմ, գիտեք ինչ, իմ հարազատը, ես իմ ընտանիքը չեմ խնայ, հա, ով որ մտածում է, որ ավելի շատ բան է տվել, շատ իզուր, ես իմ ընտանիքը չեմ խնայ։